Բարև ձեզ Պարկ, շնորհակալ եմ, որ այս գերզբաղված օրերին ժամանակ եք գտել մեզ համար։ Ինչպես է տրամադրությունը։ Տրամադրությունը լավ, հենց կիսավ մեկ-մեկ հոգնած վիճակ է, բայց շատ լավ տրամադրություն, շատ պատրաստ եմ։ Մարտական։ Այո։ Շատ քիչ ժամանակ է մնացել Եվրատեսիլ 2025 երգի մրցույթի անցկացմանը, որում ներկայացնելու եք Հայաստանը։ Հետաքրքիր է, նախապատրաստական ինչ փուլում եք։ Հիմա ամեն օր դա ջիմը, դա վոկալի դասերը, ինչ որ կարդիո տենց պարապմունքները, քանի որ ելիթս լինելու են շարժումներով լի, շատ շարժումներով, հա, նենց որ սենց առաջնահերթին վոկալի դասերը, երգը քանի անգամ, մանրամաս, վոկալ կոուչի հետ անցնում ենք, նենց որ հա, ամեն օր աշխատում ենք։ Անձամբ ես երկար տարիներ հետևում եմ Եվրատեսիլին եւ եկել եմ այն եզրահանգման, որ դժվար է միանշանակ ասել, թե ինչ տեսակի, ինչ բնույթի երգը կարող է հաղթել, այսինքն կլինի աշխույժ, թե մեղեդային, հարուստ դեկորներով բեմադրությունը, թե մինիմալիստական լուծումներով։ Դուք մտածել եք այդ մասին, երբ Survivor երգով հայտ ներկայացրիք նախագծին մասնակցելու համար։ Ինձ թվում է, թե իրոք չես կարող ասի մարդկանց այդ հենց այդ մոմենտում որ երգ ավելի շատ կկպնի, բայց աշխատելուց գրելուց ուզում ենք ինչ որ sense երգ ստանալ, որ մարդիկ երգեն, որ sense գորան ու նաև այն մտքով որ բոլոր մարդկանց ինչ որ այդ երգի իմաստը մոտ լինի, որ ամեն մարդը հենց իր հենց իր սրտին մոտիկ բան գտնել երգի մեջ։ Ձեր երգի մեջ կարծես կոչ եք անում, որ պետք չէ հանձնվել, պետք է առաջ շարժվել, թե երաժշտական գործունեության ընթացքում, թե առհասարակ կյանքում ձեզ փորձել են երբևէ ընկճել, ճնշել, գուցե կոտրել։ Իրականում ինձ թվում է շատերի մոտ, նաև իմ մոտ եղել է փոքր ժամանակ, որ օրինակ, չգիտեմ, երգելուց, պարելուց ասեն, թե այդ ինչ անում ես, այդ քանել, տղու համար չի, ոնց որ երգել այդքան լուրջ բան չի էլի, ու ինձ թվում է ես այդ ամեն ինչի ինչ-որ ձևի մեջս երևի մնացել է, կարող գրելուց չեմ էլ մտածել իրականում, բայց հիմա որ սենց վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ ամեն ինչը սենց երգիս մեջ փորձել եմ դնեմ ու այն մտքով, որ պետք չի երբեք հանձնվել, պետք չի երբեք լսել մարդկանց, ովքեր փորձում են քեզ կոտրել ու ասել, որ դու չես կարող սա անել, սա քո համար չի, երգել պարելը էդի օքեյ չի, ինչ որ այդ միտքով է։ Իսկ ձեզ ովքեր են հիմնականում ոգևորում, ձեր կողքին կանգնում, գուցե ընկերները, ընտանիքի անդամները, ինչն է ձեզ ոգևորում, թևեր տալիս։ Ես միշտ ստացել եմ աջակցություն իմ ծնողներից, երբ սկսել եմ թատերականում սովորել, միշտ աջակցել են, երբ երգել եմ սկսել, ու ինձ թվում է սկզբանե այդ ծնողներից, որ այդ աջակցությունը եկել է, այդ շատ է օգնել, ու ես երբեք չեմ մտածել, թե սա ինձ համար չի, սա ես երգելը կարող է փոխեմ, միշտ ասել են ոնց զգում ես, տենց էլ արա։ Գնոջս ինձ միշտ աջակցում է, այո, իմ թիմը, իմ ընկերները, նաև երաժիշտները, չգիտեմ, շատ մեծ աջակցություն եմ ստանում ու դա ինձ թևեր է տալիս իրոք։ Իսկ ինչպես դուք կբնութագրեք ձեր երաժշտությունը։ Շատ լավ հարց է, բայց իրականում դժվար է պատասխանել, որտեղ ես չեմ կարող սենց մինչև հիմա սենց ինչ որ իմ ժանրը, ասեմ թե ինչ ժանր է դա, որտեղ ես միշտ փորձում եմ ինչ որ միքսել, նաև ուզում եմ փորձել հայկական մելոդիները միքսել ինչ որ R&B հետ, ինչ որ չգիտեմ, նաև հիփ-հոփ վիճակը փորձել միքսել, բայց ինչ որ մի հատ ժանր, ինչ որ ասել թե ինչ ժանր է դա, շատ դժվար է, բայց լվոր ես բանի մեջ եմ, ոնց ասեմ։ Որոնումների։ Այո, այո։ Փնտրտուքի։ Ուզում եմ ինչ որ իմ սաունդը գտնեմ, իմ հենց շինթայնը։
Խոսեցիք արդեն այն մասին, որ թատերական կրթություն եւս ունեք։ Երբևէ մտածել եք թատրոն, կինո գնալու մասին, թե այնուամենայնիվ երաժշտությունը ձեզ համար առաջնային է։ Երաժշտությունը առաջնային է, բայց ինձ թվում է իմ մոտ ոնց որ գեշտալտ կա, որ շատ եմ ուզում կինոյի մեջ նկարվել, նաև թատրոնում աշխատել, գիտեմ, որ դա իսենց մի ուրիշ ճանապարհ է իր դժվարություններով, որտեղ պիտի մաքսիմում քո էներգիան տաս, հասկացան, որ առաջինը երաժշտությունն է, որտեղ ավելի շատ դրա մեջ եմ ինձ տեսել, բայց ինձ թվում է ապագայում մտածում եմ կամ մտքի ապագայում փորձել ինչ-որ կինոյի մեջ կամ թատրոնում ես, որ ես բացեմ տարբեր առաջարկների, այո։ Պարկ, ես անձամբ ձեզ բացահայտել եմ մի քանի տարի առաջ Project 12 նախագծի շնորհիվ շատ տաղանդավոր մարդկանց թիմ էր։ Հետո իմացա, որ Վոլգոգրադում, որտեղ կարծես թե դուք անցկացրել եք ձեր կյանքի մեծ մասը, եւս ունեցել եք խումբ։ Կխնդրեի մի փոքր բացահայտել նաև այդ խմբի պատմությունը։ Կարծես բոլոր նախադրյալները եղել են Ռուսաստանում մնալու եւ կրթությունը եւ ինչ որ շրջանակի համար ճանաչումը։ Ամեն դեպքում ինչը ձեզ բերեց, վերադարձրեց Հայաստան։ Այո, ունեցել եմ պրոյեկտներ ու ես շատ շնորհակալ եմ այդ անցյալի համար, որովհետեւ գիտեմ, եթե դա չլիներ, այդ ամեն ինչը ստեղծել է Իմիկվա Պարգին, Իմիկվա ոնց որ իմ երգելու ձևը, իմ ստեղծագործելու ձևը, առաջի պրոյեկտը Wild Kids, երկրորդ պրոյեկտը Խրոնիկի կրայը, իսկ եթե խոսում ենք իմ տեղափոխվելու բանով, չգիտեմ, ես այն ժամանակ եկա, որ ես արդեն պրոյեկտներից հետո սկսեցի հենց սոլնի ստեղծագործել, արդեն սկսեցի ստեղծագործել նաև հայերեն, փորձել իմ երգերի մեջ, այդ ժամանակ դեռ ապրում էի Ռուսաստանում, ու եկավ ժամանակ, որ Վոլգոգրադը փոքր քաղաք էր, մտածում էի պիտի ինչ-որ ապագան, արդեն մյուս մեծ քաղաք, որտեղ շարունակել, ու քանի որ այդ մոմենտը sense ոնց որ ավելի շատ հայերենի մեջ էի ստեղծագործում, նաև այդ ժամանակին ծանոթացա իմ պրոդյուսերի հետ, Մարտին Մուրադյանի հետ, ու sense ոնց որ ամենաճիշտ ճանապարհը, ամենամոտ ճանապարհը, որովհետեւ տեղափոխվել Հայաստանը ու շարունակել հենց իմ հայրենիքում, որի որոշումը ես շատ ուրախ եմ, որ հենց այդ որոշում ենք կայացրել, որովհետեւ հա, այս ամեն ինչ չէր լինի, եթե չտեղափոխվեի հայրենիք։ Երբ գալիս էիք Հայաստան, ուսումնասիրել էիք դաշտը, նկատի ունեմ երաժշտությունը, որը այստեղ տարածված է, թե հեղինակային, թե էստրադային երգերը, գուցե կար բաց, որը հենց դուք պետք է լրացնեիք։ Դա մինչև տեղափոխվելը ես գիտեի իհարկե Brunette-ի մասին, լսում էի Yellow Heart-ի, մինչև այդ նաև եկել եմ բենդի հետ մասնակցել ենք Sevan Music Fest-ում, ու ոնց որ այդ ժամանակ sense հասկացա, որ շատ նոր արտիստներ կան, նոր սաունդ կա Հայաստանում ու հասկացա, որ մարդիկ ոնց որ պատրաստ են ինչ-որ նոր երգիչների դիմավորեր ու ես վստահ եմ, որ այստեղ ջահելությունը միանշանակ ոնց որ կսիրի, բայց որոշեցի փորձեմ ու տենց, հա, դա շատ ճիշտ որոշում էր, հա։ Ձեր երգերը հետաքրքիր են, ինքնատիպ են, շատ հոգուն սրտին դիպչում են, անձամբ ես սիրով եմ ունկնդրում։ Գիտեմ, որ մասնակցում եք ստեղծագործական ամբողջ ընթացքին, կարծում եմ շատերին է հետաքրքիր, խոսքերն եք դուք գրում, թե նաև երաժշտությունը, թե առհասարակ ամբողջական երգը հենց ձեզ է պատկանում։ Իրականում ամեն ինչը լինում է, որ բանաստեղծությունի վրա է գրվում երգը, բայց ինձ համար իմ ամենաիմ սիրած երգերը իհարկե ֆուլ ես եմ գրել, այսինքն գրվել է երաժշտությունը, հետո բառերն են գրվել հենց նա ինչ եկել է հենց իմ սրտից սկզբանե, բայց ամեն ձևի լինում է, ինձ համար կոմոդ երգ երևի հենց իմ ամենասիրած երգն այն երգերից, որը հենց ոնց որ գրվել է հենց իմ կյանքի մասին, այն ինչ ես զգացել եմ, հենց որ ինքը հենց ամբողջական իմ սրտից է այդ երգը ծնվել։ Մտքերս անձրևի նման կաթում են սարերի վրա, դառնում են սառույց և ջերի պես հալվում են գնում, հալվում են գնում։
Էլ չեմ գալու Կոմոդ Դու ինձ պահիր Ձեր երգերից մեկում կան հետաքրքիր տողեր, կուզես կրակ դառնամ, կուզես դառնամ կաթիլ, կյանքում ձեզ հաճախ են խնդրում, պահանջում, որ խենթությունների դիմեք, կամ առհասարակ դուք շատ համարձակ երիտասարդ եք։ Չեն խնդրում, բայց ես իմ կնոջ համար մեծ սիրով պատրաստ եմ համ կրակ դառնալ, համ կաթիլ դառնալ, ամեն ինչ անել, որ մեր կյանքում լավ լինի։ Ոնց որ հա։ Ես վստահ եմ, որ դա փոխադարձ է, եւ եթե վերադառնանք Եվրատեսիլին պարկ, յուրաքանչյուր արտիստի համար շատ կարեւոր են մինչ մրցույթը տեղի ունեցած բոլոր հանդիպումները, թե արտիստների հետ, թե արտերկրում ելույթները։ Հետևելով ձեր Instagram-ի էջին նկատել եմ, որ շատ լավ եք ելույթ ունեցել, լավ ընդունելության եք արժանացել։ Կուզեի խոսեիք ձեր տպավորություններից եւ իհարկե սպասելիքներից։ Մարդիկ շատ ջերմ էին։ Ես չգիտեմ, շատ ուրախ ենք այդ երկու համերգների համար Ամստերդամում եւ Մադրիդում մարդիկ շատ ջերմ դիմավորեցին։ Նաև ելույթները լավ ստացվեցին, տեղերով ես օրինակ Մադրիդում ավելի իմ երգելուց գոհ եմ, քան օրինակ Ամստերդամում, եթե տենց ելույթից խոսալ, բայց հա շատ ինտերվյուներ, ծանոթություններ, նաև մասնակիցների հետ ենք ծանոթացել, ինչ-որ տենց կոնտենտներ ենք նկարել, Ավստրալիայի Գոջոյի հետ ենք շատ մոտիկացել, ոնց որ իրան կոչում եմ իմ մեծ my big brother, մեծ աղբեր, հա, եղբայր։ Շատ ջերմեր, շատ սենց ամեն ինչ սենց արագ, սենց ամեն օր սենց ինչ որ ինտերվյու նկարանում, սենց ամեն ինչը շատ էր, ու սենց շատ արագ անցավ այդ օրերը, բայց ամեն ինչ շատ լավ անցավ, շատ ուրախ ենք։ Իսկ ձեզ համար կարևոր է հաղթանակը, թե իրականում չգիտեմ ոնց սենց ասեմ, բայց ինձ թվում է ես կուզեմ հաղթանակ բերեմ երկրին, որովհետև չգիտեմ, դա շատ մեծ համ իմ համար մեծ բան կլինի, համ երկրի համար, բայց նաև շատ կարևոր է սենց մաքսիմալ լավ ներկայացնեմ, որ սենց ոչ մի սենց ինչ որ մոմենտներ հետո չնայեմ ասեմ, այստեղ կարա սենց ուրիշ սեվան, այստեղ որ սենց մաքսիմալ էներգիայով լի լինի, սենց խզարած ելույթ լինի, որ պրոստը մարդիկ սենց ասեն, այո, մենք գոհենք։ Ես եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Փայլուն ելույթ եմ մաղթում, լավ տրամադրություն, որպեսզի բեմում միայն հաճույք ստանաք, բավականություն եւ իմացեք, որ բոլորս ձեր կողքին ենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Մերսի շատ։